Ողջույն։ Եթե հիշում եք, մեր նախորդ քննարկումից հետո դուք ունեք մի պարզ տեքստային փաստաթուղթ վերնագրով, մի քանի պարբերությամբ, գուցե նաև ցանկով։ Մի կմախք, այսպես ասած։ Հա, մի կմախք, որն իմաստալից է, բայց եկեք անկեղծ լինենք, մի տեսակ ձանձրալի է ու մեկուսացված։ Այսօր մեր նպատակն է կյանք տալ այդ էջին։ Դե ոչ միայն կյանք տալ, այլ նաև կապել իրական աշխարհի հետ։ Ճիշտ այդպես։ Կավելացնենք նկարներ, հղումներ կստեղծենք եւ կսովորենք, թե ինչպես բարդ տվյալները կոկիկ դասավորել։ Ըստ էության, սև ու սպիտակ տեքստը սկսում ենք վերածել իրական վեբ էջի։ Եվ սա հիանալի առիթ է նորից ամրապնդելու մեր հիմնական փիլիսոփայությունը։ Պատկերացրեք, որ դուք ճարտարապետ եք։ HTML-ը ձեր շենքի կմախքն է։ Հիմքը, պատերը, սենյակների բաժանումը։ Այն սահմանում է կառուցվածքը։ Իսկ գույները, կահույքը։ Այդ ամենը CSS-ն է, ձեր ինտերիերի դիզայները։ Մենք դրանք անդրադառնանք հաջորդիվ, բայց հիմա շատ կարևոր է դիզայնի տարրերը չխառնել մեր կմախքի կառուցմանը։ Լավ, եկեք սկսենք ամենատեսանելի մասից, պատկերներից։ Ես իմ տեստային ֆայլում փորձեցի նկար ավելացնել ու անկեղծ ասած այն ուղղակի հսկայական էր։ Ամբողջ էջս քանդվեց, տեքստը դուրս մղվեց էկրանից, ինչն է սխալանում։ Դա շատ տարածված խնդիր է։ Լուծումը EMG թեգի ճիշտ օգտագործման մեջ է։ EMG թեգը պատասխանատու է էջում պատկերներ տեղադրելու համար։ Այն փակող թեգ չունի, չէ՞։ Ճիշտ է, ինքնափակվող է, որովհետև ինքն իր մեջ ոչ մի բովանդակություն չի պարունակում։ Փոխարենը ունի ատրիբուտներ։ Ամենակարևորը SRC ատրիբուտն է, source, այսինքն աղբյուր։ Այնտեղ նշում ենք ֆայլի ճանապարհը։ Այո, օրինակ, EMG SRC սավատարնեսի մեջ images/logo.png։ Սա բրաուզերին ասում է. գնա images պանակը, գտիր logo.png ֆայլը եւ ցուցադրիր այստեղ։ Եթե ճանապարհը մի տար սխալ լինի, դուք կտեսնեք կոտրված նկարի թխուր նշանը։ Իսկ ֆորմատները նշանակություն ունեն JPG, PNG, GIF։ Ես միշտ շփոթում եմ, թե որն ընտրել։ Շատ կարևոր են։ Կա պարզ կանոն։ Լուսանկարների համար, որտեղ շատ գույներ կան, օգտագործեք JPG։ Այն լավ է սխմում ֆայլի չափսը։ Իսկ լոգոտիպերի։ Լոգոտիպերի կամ այն նկարների համար, որոնք թափանցիկ ֆոն են պահանջում, լավագույն ընտրությունը PNG-ն է։ GIF-ը դե հիմնականում պարզ անիմացիաների համար է։ Հասկանալի է։ Իդեպ մի զվարճալի փաստ։ Համացանցում երբևէ տեղադրված ամենաառաջին նկարը եղել է CERN-ի մի երաժշտական խմբի Less Horrible սեռնեցի լուսանկարը։ IMG թեգը ըստ էության հենց այդ նկարը ցուցադրելու համար է ստեղծվել։ Չեմ հավատում։ Հիանալի պատմություն է։ Ես այստեղ տեսնում եմ նաև մեկ այլ ատրիբուտ՝ alt։ Նշվում է, որ այն շատ կարևոր է, բայց շատերն ուղղակի անտեսնում են։ Այո, եւ դա հսկայական սխալ է։ ILT նշանակում է Alternative Text, այլընտրանքային տեքստ։ Պատկերացրեք երկու իրավիճակ։ Առաջին ձեր օգտատիրոջի ինտերնետը դանդաղ է, կամ SRC ճանապարհում սխալ եք թույլ տվել։ Ու նկարը չի բեռնում։ Ճիշտ այդպես։ Alt-ում գրված տեքստը կհայտնվի նկարի փոխարեն ու կբացատրի, թե ինչ պետք է լիներ այդտեղ։ Օրինակ, ընկերության կարմիր լոգոտիպը։ Լավ։ Իսկ երկրորդը։ Երկրորդը շատ ավելի կարևոր է։ Դա մատչելիությունն է, accessibility-ն։ Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ օգտագործում են էկրանային ընթերցիչ ծրագրեր։ Այդ ծրագրերը բառացիորեն կարդում են վեբ էջը։ Երբ ծրագիրը հասնում է նկարին, այն կարդում է alt տեքստը։ Այո։ Առանց դրա նկարը նրանց համար պարզապես գոյություն չունի։ Վաու։ Այսինքն այդ մի փոքրիկ ատրիբուտից է կախված կայքդ օգտագործելի կլինի տեսողական խնդիրներ ունեցող մարդու համար, թե ոչ։ Սա իսկապես մեծ պատասխանատվություն է։ Միանշանակ։ Իսկ եթե նկարը զուտ դեկորատիվ է, օրինակ ինչ-որ մի նախշ, ինչ գրել։ Շատ ճիշտ հարց։ Եթե նկարն իմաստային բեռ չի կրում, պարզապես թողնում եք alt ատրիբուտը դատարկ, alt storage n։ Սա ազդանշան է էկրանային ընթերցիչին, որ այս նկարը կարելի է անտեսել։ Լավ, եկեք վերաբառնանք իմ սկզբնական խնդրին՝ նկարի հսկայական չափսերին։ Ես կարող եմ ուղղակի width 150 գրել IMG թեգի մեջ, չէ՞։ Դա շատ ավելի հեշտ է թվում, քան առանձին ֆայլ բացել միայն մի նկարի համար։ Ինձ թվում է դուք ինձ ստիպում եք ավելորդ աշխատանք անել։ Հասկանում եմ ձեր տրամաբանությունը։ Դա հենց այն թակարդն է, որի մեջ շատերն են ընկնում։ Այո, կարող եք օգտագործել width եւ height ատրիբուտները, բայց եկեք պատկերացնենք իրական սցենար։ Լսում եմ։ Ձեր կայքում կա 100 ապրանքի նկար, եւ բոլորի համար գրել եք width 150։ Մի օր ձեր ղեկավարը գալիս ու ասում է.
Գիտես ինչ, եկեք բոլոր նկարները դարձնենք 200 փիքսել լայնությամբ եւ բոլորին ավելացնենք բարակ մոխրագույն շրջանակ։ Օհ, Հին մոտեցմամբ դուք պետք է գտնեք բոլոր 100 IMG թեգերը եւ ձեռքով փոխեք 100 թիվ։ Իսկ եթե մեկ շաբաթից փոշմանի ու կապույտ շրջանակ ուզենա, մղձավանջը հնչում։ այդպես էլ կա։ Իսկ այժմ պատկերացրեք ժամանակակից մոտեցումը։ Դուք ձեր առանձին CSS ֆայլում գրում եք ընդամենը մեկ կանոն։ Կայքի բոլոր ապրանքների նկարները պետք է ունենան 200 փիքսել լայնություն եւ կապույտ շրջանակ։ Վերջ։ Ու եթե պետք լինի փոխել, կփոխեմ ընդամենը մեկ տող։ Ճիշտ այդպես։ Մեկ տող, մեկ ֆայլում եւ բոլոր 100 նկարները միանգամից կթարմանան։ Ահա թե որն է կառուցվածքն ու ոճը իրարից անջատելու իրական ուժը։ Դա պարզապես կանոն չէ, դա արդյունավետության հսկայական թռիչք է։ Համոզեցիք, այս օրինակն ամեն ինչ իր տեղը դրեց։ Դրա համար են align edge space ատրիբուտները հնացած։ Միանշանակ։ Լավ, ունենք նկար մեր էջում։ Այժմ եկեք այն կապենք աշխարհին։ Ես տեսել եմ, որ լոգոտիպի վրա սեղմելիս հայտնվում է գլխավոր էջում։ Այսինքն նկարը կարող է լինել նաև հղում։ Իհարկե։ Եվ դա մեզ սահուն կերպով բերում է վեբի հիմնաքարին, հիպերհղումներին։ Առանց դրանց համացանցը կլիներ պարզապես իրար հետ կապ չունեցող փաստաթղթերի հավաքածու։ Դրանք ստեղծվում են A tag-ով։ Այո, A, որը նշանակում է anchor, խարիսխ, դրա ամենակարևոր ատրիբուտը href-ն է, hypertext reference։ Href-ում նշում է հասցեն, ուր պետք է տանի հղումը։ Օրինակ A href http://example.com այցելել կայք։ Այս նկարը հղում դարձնելու համար Պարզապես IMG թեգն ամբողջությամբ դնում եք A թեգի մեջ։ հասկանալի է, իսկ հղումները միայն ուրիշ կայքեր են տանում։ Ոչ։ Եթե href-ը սկսվում է HTTPS-ով, դա արտաքին հղում է։ Բայց եթե դուք նշում եք պարզապես ֆայլի անուն, օրինակ href about.html, դա ներքին հղում է, ձեր սեփական կայքի էջերի միջև։ Շատ կարևոր է նավիգացիոն մենյուի համար։ Լավ, իսկ եթե իմեջը շատ երկար է, օրինակ մի հոդված, եւ ես ուզում եմ վերևում բովանդակության ցանկ դնել, որ սեղմեմ ու էջը ցարթվի մինչև համապատասխան գլխուխը։ Հենց դրա համար են օգտագործվում խարիսխները, anchors։ Գործընթացը շատ պարզ է երկու քայլից։ Նախ, այն տարին, որին պետք է հասնեք, օրինակ ձեր գլխի վերնագրին, տալիս եք յուրահատուկ ID ատրիբուտ։ Օրինակ ID in chapter 1։ Այո, միայն կե ID-ն պետք է լինի եզակի ամբողջ էջում։ Հետո ստեղծում ես հղում, որի href ատրիբուտում օգտագործում ես hash թե նշանը, որին հետևում է ձեր տված ID-ն։ Օրինակ A href #chapter1 անցնել գլուխ 1։ Ու սեղմելիս բրաուզերն անմիջապես կթռնի դեպի այդ վերնագիրը։ Շատ օգտակար է։ Միանշանակ։ Հաճախ հանդիպում են նաև գրեք մեզ հուղումներ, որոնք սեղմելիս բացում են պոստային ծրագիրը։ Դա արվում է mail to հրամանով։ Href-ի մեջ գրում եք mail to, հետո էլ-փոստի հասցեն։ A href mail to info@example.com կապվեք մեզ հետ։ Շատ հարմար է։ Հարմար է, բայց պետք է զգույշ լինել։ Spam բոտերը սոհում են համացանցով եւ հավաքում հենց այսպիսի հասցեներ, հետագայում spam նամակներով ողողելու համար։ Լավ, սա էլ հաշվի կառնենք։ Ուրեմն մեր էջն արդեն ունի նկարներ, կապված է այլ էջերի հետ, բայց ինչ անել, եթե ես ուզում եմ ներկայացնել բարդ տվյալներ, օրինակ տարբեր սմարթֆոնների բնութագրերի համեմատություն։ Պարզ ցանկով այստեղ գլուխ չես հանի, պետք են տողեր ու սյուներ։ Ենթադրում եմ, սա մեզ բերում է աղյուսակների թեմային։ Ճիշտ այդպես։ Եվ այստեղ կա մի ոսկե կանոն, որը պետք է միշտ հիշել։ Աղյուսակներն օգտագործվում են բացառապես աղյուսականին տվյալներ ցուցադրելու համար։ Ձեր նշած օրինակը բնութագրերի համեմատություն կամ դասացուցակ, գնացուցակ, սրանք կատարյալ դեպքեր են։ Իսկ ոչ կատարյալ դեպքերն որոնք են։ Դե հին ժամանակներում 2000-ականների սկզբին մենք ամբողջ կայքի դիզայնը կառուցում էինք աղյուսակներով։ Աղյուսակ աղյուսակի մեջ, որն էլի աղյուսակի մեջ էր։ Մեզ թվում էր հանճարեղ ենք։ Բայց դա թարմացնելը մղձավանջ էր։ Մեքսյան լայնությունը փոխում էր ու ամբողջ կայքը քանդվում էր։ Դա շատ լավ դաս էր այն մասին, թե ինչու պետք է գործիքներն օգտագործել իրենց իրական նպատակի համար։ Դիզայնի համար կա CSS։ Հետաքրքիր պատմություն է։ Լավ, ուրեմն ինչպես է կառուցվում ճիշտ սեմանտիկ աղյուսակը։ Ամեն ինչ սկսվում է table tag-ից։ Նրա ներսում յուրաքանչյուր տող ստեղծվում է tr tag-ով, table row, իսկ արդեն յուրաքանչյուր տողի ներսում
Բջիջները ստեղծվում են TD tag-ով table data։ Իսկ եթե բջիջը վերնագիր է, Այդ դեպքում ավելի ճիշտ է օգտագործել TH tag-ը, table header։ Սա ոչ միայն տեսողականորեն է այն առանձնացնում սովորաբար թավ տառատեսակով, այլև սեմանտիկ իմաստ է հաղորդում։ Օգնում է որոնողական համակարգերին հասկանալ ձեր տվյալների կառուցվածքը։ դուք նշեցիք սեմանտիկա։ Կան այն թեգեր, որոնք օգնում են բրաուզերին ավելի լավ հասկանալ աղյուսակը։ Այո, եւ դրանք շատ կարևոր են։ Բարդ աղյուսակները կարելի է բաժանել 3 տրամաբանական մասի. T-head գլխամաս, որտեղ դրվում են վենագրերի տողերը, T-body մարմին հիմնական տվյալների համար եւ T-foot ստորամաս, որտեղ կարող են լինել ամփոփիչ տվյալներ։ Սա երևի նաև կոդն է ավելի կարդացվող դարձնում։ Ոչ միայն։ Դա թույլ է տալիս բրաուզերին, օրինակ, երկար աղյուսակը թերթելիս պահել գլխամասը տեսանելի։ Շատ հարմար է։ Լավ, բայց մի հարց։ Եթե ինձ պետք է, որ մի բջիջը զբաղեցնի մի քանի սյան կամ տողի տեղ, օրինակ դասացուցակում մի դասախոսություն 2 ժամ է տևում, սա արդեն տեսքի հետ կապված չէ։ Ոչ, սա հենց կառուցվածքի մաս է։ Դուք փոխում եք տվյալների կառուցվածքային բաշխումը, ուստի դրա տեղը հենց HTML-ում է։ Սյուները միավորելու համար օգտագործվում է callspan ատրիբուտը։ Օրինակ, T callspan 2 ընդհանուր վերնագիր T, Այն կզբաղեցնի 2 սյան տեղ։ այո, իսկ տողերը միավորելու համար rowspan, TD rowspan 2 միացյալ դաս, TD-ն կզբաղեցնի 2 տողի տեղ։ Սրանք հզոր գործիքներ են իրական աշխարհի բարդ տվյալներ ներկայացնելու համար։ Շատ լավ։ Այսպիսով, ամփոփենք։ Մենք սկսեցինք մի պարզ տեքստային ֆայլից եւ ըստ էության այն վերածեցինք մի էջի, որն ունի նկարներ, կապված է համացանցի հետ հղումներով եւ կարող է ներկայացնել բարդ տվյալներ աղյուսակների տեսքով։ Այո, եւ ամենակարևոր գաղափարը, որ պետք է մնա ձեզ հետ, հետեւյալն է. ձեր HTML կոդը պետք է մնա մաքուր եւ կառուցվածքային։ Այն պետք է պատասխանի ինչ հարցին. Ինչ է այս տառը, վերնագիր է, ցանկ է, աղյուսակ է։ Իսկ թե ինչպես է այն երևում։ Այդ հարցի պատասխանը պետք է ամբողջությամբ պատվիրակել CSS-ին։ Գույնը, չափը, դիրքը, այդ ամենը CSS-ի գործն է։ Սա ապահովում է կոդի հստակ տարանջատում, դարձնում այն անհամեմատ ավելի հեշտ կառավարելի ու թարմացվող։ Ուրեմն, այժմ դուք ունեք ամուր հիմք եւ պատրաստ եք անցնելու հաջորդ ամենահետաքրքիր քայլին՝ CSS-ին։ Դուք կսովորեք, թե ինչպես այս կառուցվածքային, այսպես ասած, մերկ էջերը վերածել գեղեցիկ ու ժամանակակից վեբ կայքերի։ Եվ որպես վերջին մտորում, որ կուզենայինք թողնել ձեզ, հիմա, երբ դուք հասկանում եք էջի կառուցվածքը, սկսեք այլ կերպ նայել ձեր սիրելի կայքերին։ Երբ բացում եք որևէ կայք, մի պահ կանգ առեք։ Փորձեք տեսնել ոչ թե վերջնական տեսքը, այլ դրա տակ թաքնված կմախքը, որտեղ են H1-ներն ու H2-ները, որտեղ են ցանկերը, որ մասն է իրական աղյուսակ, իսկ որ մասն է պարզապես CSS-ով դասավորված բլոկեր։ Հայացքի այս փոփոխությունը այս կառուցվածքային տեսլականը ծրագրավորողի պես մտածելու առաջին եւ ամենակարևոր քայլն է։